Այս ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն։ Իմ կարծիքով ոչ։ Ինչու՞։ Դրա համար, որ ասենք մարզերում տեսեք, օրինակ ասենք ես թիմերի հետ կապված օրինակ բերեմ, ես ավականու անդամ եմ Արենի համայնքում, թիմերում էլ լրիվ ասենք այդ տեղական ինքնակառավարման ինստիտուտը ավիրել են։ Բերել են համամասնական ցուցակներով, ասենք ավականին միանձնյա չի կարող բան անել, պետք է համամասնական ցուցակ հավաքեն, վերջը լուրջ խնդիրներ, ասենք որ մարդ չի ուզում լինի գյուղապետ օրինակի համար, ուզում է ավականի ընտրվի ինքը, իրանով ավականի ընտրվի, այդ սահմանափակումները դրել են, ասենք համամասնական ցուցակներ։ Կառավարությունը ուղղակի ստիպում է տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի օտարեն այդ մեքենաները, բայց օրենքով տալիս է սահմանադրությամբ, ասենք տեղական ինքնակառավարման մասին օրենքով հստակ ասում է, համայնքի ունեցվածքը տիրապետում է ավականին։ Գերություն են ուղարկել համայնքապետարան, եթե ասենք այդ ծառայողական մեքենաները չդրեցիք աչուրդի չոտարեցիք, սուբվենցիոն ծրագրերից չեք ստանալու, սուբվենցիոն ծրագրեր չեք ստանալու, դա ուղղակի միջամտությունը ասենք տեղական ինքնակառավարմանը, պարտադրանք է։ Արման Եղոյանի բանը, որ եկել էին հանդիպման Արենիում, ես այդ հարցը բարձրաձայնեցի, ասում է Գեղամ Մանուկյանը դաշնակցությունից, եւ որ ասած պատավատապետության մասին է իր խոսում, հիմա պատավատապետությունը դրա համար ենք այդ քայլերն անում։ Դրա համար անելու համար 40 ավտոյով չեն ուղեկցի վարչապետին, ասենք, թող 2 ավտո ուղեկցի։ Եթե արդար ժողովրդական վարչապետ, ասենք, վախը չունի, համեմարդ իր արածից է, չէ՞ վախենում։ Եթե նորմալ աշխատած լինի, ասենք, մաքուր հոգով, ասենք, վատ բաներ արած չլեն, ինչ ունեն ժողովրդից վախենալ։ Այս ժողովրդում, ասենք, հիմա որ դուք ստեղ եք, առանց տիկնազորի, ձեզով է վնաս տվել։ Մեղավոր մարդիկ են վախենում, չէ՞։ Դե հիմա ասենք իրաց մեղքի բաժինը գիտեն, ամեն տեղ պրավալ են տվել։ Լինի ասենք անասնապահության հարցը, գյուղատնտեսություն, չկա մի ոլորտ, որ հաջողություն գրանցել են։ Ինչքան էլ ուզում են լայվերի ժամանակ խելացի անասնագոմերից խոսան, ինչքան էլ ուզում որտեղից ուզում են խոսան, չկա այդ աճը։ Գյուղատնտեսության մեջ օրինակ ասենք, ելը մեր համայնքի վրա կարամ օրինակը բերեմ, 200 հեկտար ջրովի տարածքից մշակվում է 54 հեկտարը, ասենք, ինչ հաջողություն կա այնտեղ։ Ուզում եմ հասկանամ, այնտեղ հաջողություն կա։ 200 գլուխ անասունից մնացել է 120-ը, անցած տարվա տվյալներն եմ ասում, այս տարվանը։ Տարեկան 50-30 գլուխով պակասում է, այս տարի ավելի շատ։ Այսինքն ինչ հաջողություն կա, ժողովուրդը ինչի համար ընտրի իրան։ Այն ժողովուրդը մենակ ներկա պահին տուգանքի մատերիալ են, իր ասած են առաջվա խոսքերը, որ մեջ բերենք, տուգանքի համար են ապրում։ Ոչ, երբեք չի ստանա, եթե չկեղծի իր կեղծարարությամբ ինչպես մինչև հիմա 8 տարի անցել է, եթե չկեղծի չի անցնի, պետք է զգոստ լինել, բոլոր կազմակերպությունները պետք է միանան, որպեսզի չթույլատրեն այդ կեղծը կատարվի։ Այս ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն։ Ժողովրդի քվե չի ստանա, եթե ասենք իրանք կեղծավորության չասեն, ասենք կամ բանով չելեն ժողովրդին կոտորեն, ասենք մենք ենք անցել ու մենք ենք։ Ինքը ամեն ինչի պատրաստ է, կարող է Թուրքիայից մի 1000 հոգի բան բերի։ Սևերետավոր բերի, չիմանանք էլ հայ են թե թուրք են, ելեն մեզի ջարդեն, էդի բան չի։ Փաշինյանը երևի մակրո ընտրություն եթե որ լի 12-ից 13% կհավաքի։ Դե եթե այդքանից հետո պետք է ժողովուրդը իրանց են տա, էլ բան չկա ասելու։